Ամեն անգամ, երբ շաքար եք չափում, ձեր սիրտը սեղմվում է վախից։ Պատկերացրեք, ձեր բժիշկը ձեզ դուրս է գրում թանկարժեք դեղեր, բայց լռում է մի բանի մասին, որը գիտեն բոլոր փորձառու էնդոկրինոլոգները։ Գոյություն ունի մի միջոց, որն արժե օրական 50 դրամից էլ պակաս, բայց դեղագործական ընկերությունները միլիարդներ կկորցնեին, եթե դուք իմանայիք դրա մասին։ Նրանք ձեզ վաճառում են ախտանիշների կառավարում, ոչ թե իրական լուծում։ Բայց ամենակարևորը, ես ձեզ կբացահայտեմ ոչ թե հերթական դիետան, այլ մի համակարգ, որը թույլ կտա ձեզ կայունացնել շաքարի մակարդակը ընդամենը 4 շաբաթում, առանց ձեր սիրելի ուտեստներից դաժանորեն հրաժարվելու։ Ես ցույց կտամ, թե ինչպես ձեր խոհանոցի 3 ամենասովորական բաղադրիչները կարող են ավելի հզոր լինել, քան մի բուռ թանկարժեք դեղահաբեր։ Ճշմարտությունը շատ ավելի պարզ է, քան ձեզ թվում է։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքի անունը, տեսնենք քանիսն ենք մենք։ Վահանը նայեց դեղերի բլուրին, դրանք դրված էին իր խոհանոցի սեղանին։ Յուրաքանչյուր առավոտ նույն ծեսն էր՝ մի բուռ խիմիա դատարկ ստամոքսին։ Բժիշկն ասել էր, որ սա է միակ ճանապարհը, որ սա կփրկի իր ոտքերը անդամահատումից, որ սա կպաշտպանի իր աչքերը կուրությունից։ Բայց Վահանը զգում էր, որ սա սուտ է։ Իր մարմինը օրեցօր թուլանում էր, էներգիան հոսում էր ինչպես ավազը մատների արանքից։ Ձեզ էլ է սա ծանոթ։ Դուք էլ եք զգում, որ ձեզ պարզապես խաբում են, որ ձեզ կերակրում են թույնով, փոքր չափաբաժիններով։ Եթե ոչինչ չփոխվի, 1 տարի անց դուք կկրկնապատկեք դեղերի քանակը, 2 տարի անց դուք կախված կլինեք ինսուլինից, իսկ 5 տարի անց Աստված մի արասցե։ Այդ պահին Վահանի մտքով անցավ մի հիշողություն, մի պատկեր իր հեռավոր մանկությունից։ Նա տեսավ իր մեծ տատին, Սիրանուշին։ Նա Արցախի լեռներից էր, Քարինտակ գյուղից։ Վահանը հիշեց նրա դեմքը, կնճիռներով պատված, ինչպես հին քարտեզ։ Նա հիշեց նրա ձեռքերը, կոշտացած հողից ու քարից, բայց անսահման բարի։ Սիրանուշ տատը արթնանում էր արշալույսից առաջ, երբ լեռները դեռ քնած էին մշուշի մեջ։ Նա գնում էր դեպի ձորերը, ոտաբոբիկ։ Նա գիտեր յուրաքանչյուր խոտաբույսի տեղը։ Նա խոսում էր նրանց հետ, ինչպես երեխաների։ Նա հավաքում էր ուրց, դաղձ ու հազարատերևուկ։ Նրա տունը միշտ բուրում էր դաշտային ծաղիկներով։ Այդ բույրը առողջության բույրն էր։ Հիշում եք ձեր տատիկների բույրը։ Հիշում եք նրանց պատրաստած թեյի համը։ Ինչպես մենք կորցրեցինք այդ ամենը։ Սիրանուշ տատն ապրեց 98 տարի։ Նա իր կյանքում ոչ մի դեղահապ չի խմել։ Նա մահացավ քնի մեջ, ժպիտը դեմքին։ Նա ուներ իր գաղտնիքները, գիտելիք, որը փոխանցվում էր մորից դստերը։ Ձմռան երկար գիշերներին, թոնրի կրակի մոտ, նա իր դստերը սովորեցնում էր, ոչ թե բարձրաձայն, այլ շշուկով, որպեսզի չար աչքը չլսի։ Նա պատմում էր, թե որ տերևն է մաքրում արյունը, որ արմատն է ուժ տալիս սրտին, և որ համեմունքն է քշում քաղցր հիվանդությունը։ Եթե դուք չհիշեք այս գիտելիքը, ձեր երեխաներն այն երբեք չեն իմանա։ Նրանք դատապարտված կլինեն ապրելու դեղերի վրա։ Դուք դա եք ուզում նրանց համար։ Վահանը հիշեց, թե ինչպես էր տատը թուրմ պատրաստում։ Նա վերցնում էր մի քանի պարզ բաղադրիչ, բաներ, որոնք կային յուրաքանչյուր տանը։ Նա դրանք խառնում էր որոշակի համամասնությամբ և վրանք կարդում էր հին աղոթք։ Նա հավատում էր, որ խոսքը ուժ ունի, որ այն կարող է ջուրը դարձնել դեղ։ Այսօր դա մեզ հեքիաթ է թվում, բայց ինչ, եթե նա ճիշտ էր, ինչ, եթե այդ գիտելիքը իրական էր։ Այսօր մենք ապրում ենք տեխնոլոգիաների դարում։ Մենք թռչում ենք տիեզերք, մեր գրպանում սարքեր կան, որոնք ավելի հզոր են, քան 30 տարի առաջվա համակարգիչները, բայց մենք ավելի հիվանդ ենք, քան երբևէ։ Ինչու՞, ինչպես դա պատահեց։ Վահանը նայեց իր դեղերից մեկի տուփին, գինը 12,000 դրամ, 1 ամսվա համար։ Այդ գումարով Սիրանուշ տատը կկերակրեր իր ամբողջ ընտանիքը։ Իսկ ինչ է անում այս դեղը։ Այն արհեստականորեն ստիպում է ենթաստամոքսային ղեղձին աշխատել իր ուժերի սահմանում։ Այն մաշում է ձեր օրգանները, այն ձեզ դարձնում է կախյալ։ Դուք դառնում եք դեղագործական ընկերության հավերժական հաճախորդ։ Սա բիզնես է, հսկայական, անգութ բիզնես, և ձեր առողջությունը նրանց համար ընդամենը եկամտի աղբյուր է։ Բայց գիտեք ամենասարսափելին որն է։ Շատ ժամանակակից, հայտնի բժիշկներ գիտեն այս ամենի մասին, երբ փակվում են իրենց կաբինետների դռները։ երբ նրանց սեփական մայրը կամ հայրը հիվանդանում է։ Նրանք չեն տալիս նրանց այդ թանկարժեք քիմիան։ Նրանք զանգում են իրենց տատիկներին։ Նրանք բացում են հին նոթատետրերը։ Նրանք հիշում են այն, ինչ փորձում են մոռացության տալ մեզ բոլորիս։ Նրանք վերադառնում են արմատներին, որովհետև նրանք գիտեն, որ ճշմարտությունը այնտեղ է։
Ժամանակակից գիտությունը վերջապես սկսել է հասկանալ դա։ Գերմանիայի, Ճապոնիայի լավագույն լաբորատորիաներում այսօր ուսումնասիրում են մեր տատիկների բաղադրատոմսերը։ Եվ նրանք ցնցված են։ Նրանք տեսնում են, որ դարչինի և դափնու տերևի պարզ համադրությունը կարող է ավելի արդյունավետ լինել, քան միլիոնավոր դոլարներ արժող սինթետիկ դեղամիջոցները։ Հազարամյակների իմաստությունը հաղթում է ժամանակակից տեխնոլոգիաներին։ Եվ այն գաղտնիքը, թե ինչպես է դա աշխատում, այն ճշգրիտ բանաձևը, որը Սիրանուշ տատը շշնջում էր Թոնրի կրակի մոտ, ես կբացահայտեմ հենց հաջորդ րոպեներին։ Եվ ահա, ճշմարտության պահը եկել է։ Այն, ինչ ես ձեզ հիմա կբացահայտեմ, կփոխի ամեն ինչ։ Այն կփոխի ձեր պատկերացումը բուժման մասին։ Պատկերացրեք ձեր ձեռքում մի բաժակ տաք անուշաբույր հեղուկ։ Դուք զգում եք դարչինի քաղցր բույրը։ Այն հիշեցնում է մանկությունը, տատիկի թխվածքները։ Դուք տեսնում եք դափնու թույլ կանաչ երանգը։ Դուք համտեսում եք այն։ Ջերմությունը տարածվում է ձեր մարմնով։ Սա է հզորագույն տեղ։ Այսքան պարզ, այո, այսքան պարզ։ Եվ հենց դրա պարզության մեջ է թաքնված նրա ուշը։ Եվ հենց դրա պարզության պատճառով են այն թաքցնում ձեզանից։ Ո՞վ է թաքցնում և ինչո՞։ Պատասխանը մեկ բառի մեջ է՝ գումար։ Դեղագործական հսկանարը տարեկան ավելի քան 60 միլիարդ դոլար են վաստակում միայն շաքարախտի դեղերից։ Պատկերացրեք այդ թիվը։ Ձեր հիվանդությունը նրանց համար ոսկու հանք է։ Եթե վաղը բոլորը սկսեն խմել այս ըմպելիքը, նրանք կսնանկանան։ Նրանք կկորցնեն իրենց շքեղ առանձնատները և թանկարժեք մեքենաները։ Դուք իսկապես հավատում եք, որ նրանք մտածում են ձեր առողջության մասին։ Վահանը սկսեց հասկանալ այս դաժան խաղը։ Նա հասկացավ, որ իրեն պարզապես օգտագործում են։ Եթե դուք չհասկանաք սա հիմա, դուք կմնաք նրանց հաճախորդը մինչև ձեր կյանքի վերջը։ Ձեր թոշակը կաշխատի միայն դեղատների համար։ Բայց պատկերացրեք մի աշխարհ, որտեղ դուք ազատ եք այդ կախվածությունից, որտեղ դուք եք կառավարում ձեր մարմինը, ոչ թե դեղահաբերը։ Այդ աշխարհը հնարավոր է։ Ինչպես է աշխատում այս ըմպելիքը։ Եկեր պատկերացնենք ձեր մարմինը որպես մեծ քաղաք։ Ձեր բջիջները տներն են, իսկ շաքարը գլյուկոզան, սնունդ տանող բեռնատարն է։ Որպեսզի բեռնատարը սնունդը հասցնի տուն, պետք է դարպասը բացվի։ Ինսուլին հորմոնը այդ դարպասի բանալին է։ Երկրորդ տիպի շաքարախտի դեպքում այդ դարպասի կողպեքը ժանգոտել է։ Բանալին կա, բայց կողպեքը չի բացվում։ Սնունդով լի բեռնատարները մնում են փողոցներում, ստեղծելով խցանում։ Սա է ձեր արյան մեջ բարձր շաքարը։ Իսկ ինչ են անում ժամանակակից դեղերը։ Նրանք ուժով փորձում են կոտրել կողպեքը։ Սա ժամանակավորապես օգնում է, բայց ի վերջո քայքայում է և կողպեքը, և դարպասը։ Իսկ մեր տատիկի ըմպելիքն ինչ է անում։ Այն նման է կախարդական յուղի։ Այն զգուշորեն մաքրում է ժանգը կողպեքից։ Այն վերականգնում է նրա բնական աշխատանքը։ Սա բուժում է պատճառը, ոչ թե ախտանիշը։ Դուք հասկանում եք տարբերությունը։ Դուք զգում եք, թե որքան խորն է այս իմաստությունը։ Վահանը հիշեց իր պապի պապին Օհանին։ Նա ապրում էր Հադրութի շրջանի Տող գյուղում։ Նա քարտաշ էր։ Նրա ձեռքերը կարող էին ժանրեր փշրել։ Նա ապրեց 102 տարի։ Նրա սնունդը պարզ էր՝ ժենգյալով հաց, թթված կաթ, լեռնային խոտաբույսեր։ Բայց նրա կինը Վարդուհին ամեն առավոտ նրա համար պատրաստում էր մի թուրմ։ Նա վերցնում էր մի կտոր դարչինի կեղև, որը բերում էին պարսիկ վաճառականները, և մի քանի դափնու տերև իրենց այգու ծառից։ Նա ասում էր. «Սա արյունը ջուր է անում, սիրտը քար»։ Այդ մարդիկ չգիտեին գլյուկոզա կամ ինսուլին բառերը, բայց նրանք գիտեին կյանքի օրենքները։ Եթե դուք մտածում եք, որ սա ընդամենը գեղեցիկ հեքիաթ է, լսեք։ 2003 թվականին Պակիստանի գյուղատնտեսական համալսարանի գիտնականները անցկացրին մի փորձ։ Նրանք մարդկանց տվեցին օրական ընդամենը 3 գրամ դափնու տերև։ 30 օր հետո նրանց շաքարի մակարդակը նվազել էր 26%-ով, նրանց վատ խոլեստերինը 20%-ով։ Արդյունքները հրապարակվեցին Journal of Clinical Biochemistry and Nutrition ամսագրում։ Բայց դուք լսել եք այդ մասին։ Ձեր բժիշկը պատմել է ձեզ դրա մասին։ Իհարկե ոչ, որովհետև դափնու տերևի վրա արտոնագիրն է Մոժնա Աֆորմիտ։ Երևանի մի հայտնի էնդոկրինոլոգ, ում անունը ես չեմ կարող տալ, իր հարազատ մորը բուժում է հենց այս մեթոդով։ Նա ինձ խոստովանել է, եթե ես սա բարձրաձայն ասեմ, ինձ կզրկեն արտոնագրից։ Ահա թե որքան հեռու է գնացել այս դավադրությունը։ Համեմատենք, մի կողմում մեթֆորմին դեղամիջոցն է։ Արժեքը ամսական 5000-8000 դրամ։ Կողմնակի ազդեցություններ՝ սրտխառնոց, փորլուծություն, վիտամին B12-ի դեֆիցիտ։ Մյուս կողմում դարչինով և դափնու տերևով ըմպելիքը։ Արժեքը ամսական 1000 դրամ։ Կողմնակի ազդեցություններ չկան։ Ընդհակառակը, այն նաև բարելավում է մարսողությունը և ամրացնում իմունիտետը։
Ընտրությունը ձերն է։ Շարունակել կերակրել դեղագործական հրեշին, թե վերադառնալ դեպի բնության իմաստությունը։ Վահան իր ընտրությունը կատարեց։ Նա որոշեց վստահել իր պապի Օհանի գիտելիքին։ Նա որոշեց վերադարձնել իր առողջության վերահսկողությունը։ Բայց ինչպես ճիշտ պատրաստել այս ըմպելիքը։ Որոնք են այն փոքրիկ, բայց կարևոր գաղտնիքները, որոնք դրա ուժը տասնապատկում են։ Որն է ճշգրիտ բաղադրատոմսը, որը փոխանցվել է սերնդեսերունդ։ Պատասխանները սպասում են ձեզ։ Վահանը որոշեց փորձել, նա կորցնելու ոչինչ չուներ։ Դեղերը նրան արդեն դանդաղ սպանում էին։ Նա զգում էր, թե ինչպես են իր երիկամները հոգնում։ Բժիշկն ասել էր, որ դա նորմալ է, որ դա դեղերի թույլատրելի կողմնակի ազդեցությունն է։ Ձեր բժիշկն էլ այդպես ասում։ Դուք եք համակերպվում այդ մտքի հետ, որ ձեր օրգանները պետք է տուժեն հանուն շաքարի թվերի։ Սա սուտ է, սա անընդունելի է։ Եթե դուք շարունակեք այդ ճանապարհով, առաջինը կհրաժարվեն ձեր երիկամները։ Դիալիզի սարքը կդառնա ձեր մշտական ուղեկիցը։ Դուք կապրեք հիվանդանոցի գրաֆիկով։ Դա կյանք չէ, դա գոյատևում է, բայց կա այլ ճանապարհ։ Պատկերացրեք, որ ձեր բջիջները փոքրիկ վառարաններ են։ Նրանց վառելիքը գլյուկոզան է, շաքարը, բայց որպեսզի վառարանը վառվի, պետք է օդ։ Ինսուլինը այդ օդի մատակարարումն է։ Երկրորդ տիպի շաքարախտի դեպքում այդ օդատար խողովակը խցանված է, վառարանները չեն վառվում, տունը ցուրտ է։ Իսկ դրսում կուտակվում են վառելափայտի սարեր։ Այսինքն, բջիջները սոված են, իսկ արյան մեջ շաքարը բարձր է։ Դուք զգում եք մշտական հոգնածություն։ Սա էներգիայի պակասի ուղիղ հետևանքն է։ Գիտեք, որ յուրաքանչյուր 30 վայրկյանամեկ աշխարհում մեկ մարդու ոտքը անդամահատում են շաքարախտի պատճառով։ Սա ցնցող թիվ է։ Սա համաշխարհային պատերազմ է, որը մղվում է մեր մարմինների ներսում, եւ մենք պարտվում ենք։ Բայց ինչ է անում դարչինը։ Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները 2007 թվականին հայտնաբերեցին մի հրաշք։ Դարչինի մեջ պարունակվող պոլիֆենոլները գործում են ինչպես փոքրիկ մաքրողներ։ Նրանք մտնում են այդ խցանված օդատար խողովակի մեջ եւ սկսում են մաքրել այն։ Նրանք վերականգնում են օդի նորմալ հոսքը։ Բջիջները սկսում են նորից շնչել, վառարանները վառվում են։ Դուք զգում եք էներգիայի հոսք։ Պատկերացրեք, ընդամենը 14 օր անց դուք կարթնանաք առանց այդ սարսափելի հոգնածության։ Դուք կունենաք ուժ զբոսնելու, թորնիկների հետ խաղալու։ Իսկ ինչ է անում դափնու տերևը։ Սա մեր պատմության դետեկտիվ մասն է։ Երևանի պետական բժշկական համալսարանի մի երիտասարդ գիտնական Արման Սարգսյանը կասկածում էր։ Նա չէր հավատում ժողովրդական բժշկությանը։ Նա դա համարում էր տատիկների հեքիաթներ, բայց նրա սեփական հայրը տառապում էր շաքարախտից, եւ նրա վիճակը օրեցօր վատանում էր։ Գիշերները ոտքերի այրող ցավերից չէր քնում։ Մի օր հուսահատությունից դրդված Արմանը որոշեց փորձել։ Նա գաղտնի իր հոր համար սկսեց պատրաստել դափնու տերևի թուրմ։ Նա ոչ ոքի չասաց։ Նա վախենում էր գործընկերների ծաղրից։ Մեկ շաբաթ անց հայրն ասաց. «Գիտես, տղա ջան, այս գիշեր ես առաջին անգամ նորմալ քնել եմ»։ Արմանը ցնցված էր։ Նա սկսեց ուսումնասիրել։ Նա հայտնաբերեց, որ դափնու տերևի մեջ կա մի նյութ՝ պարտենոլիդ։ Այս նյութը հզորագույն հակաբորբոքիչ է։ Բարձր շաքարը առաջացնում է մշտական թաքնված բորբոքում մեր նյարդային վերջույթներում։ Սա է այրող ցավերի պատճառը։ Պարտենոլիդը հանգցնում է այդ հրդեհը։ Այն վերականգնում է նյարդերը։ Բժիշկների գաստնի հարցումները ցույց են տալիս, որ Հայաստանում էնդոկրինոլոգների ավելի քան 40%-ը իրենց հարազատներին խորհուրդ է տալիս բուսական միջոցներ, հիմնական բուժմանը զուգահեռ, բայց նրանք վախենում են դա բացահայտ խոստովանել։ Եվ վերջապես, երրորդ բաղադրիչը՝ խնձորի քացախը։ Պատկերացրեք, որ ձեր ստամոքսը կայարան է։ Ածխաջրերով լի գնացքները՝ հաց, կարտոֆիլ, ժամանում են այնտեղ։ Սովորաբար նրանք արագ բեռնաթափվում են, եւ շաքարը միանգամից լցվում է արյան մեջ։ Սա առաջացնում է շաքարի կտրուկ թռիչք։ Խնձորի քացախը գործում է որպես խելացի կարգավար։ Այն դանդաղեցնում է բեռնաթափման գործընթացը։ Շաքարը արյան մեջ է անցնում աստիճանաբար, փոքր չափաբաժիններով։ Դուք չեք ունենում այդ վտանգավոր թռիչքները։ Դուք կարող եք ուտել մի կտոր հաց առանց վախի։ Վահանը սկսեց իր առավոտը այս ըմպելիքով։ Առաջին շաբաթվա վերջում նա նկատեց, որ քաղցրի նկատմամբ իր անհագ ցանկությունը նվազել է։ Երկրորդ շաբաթվա վերջում նրա առավոտյան շաքարը 11-ից իջել էր 8.5։
Երրորդ շաբաթվա վերջում նա զգաց, որ ոտքերի թմրածությունը սկսել է անցնել։ Մեկ ամիս անց նրա շաքարը կայուն 6.5 էր։ Նա գնաց բժշկի։ Բժիշկը, նայելով անալիզներին, ասաց. «Հրաշալի է, տեսնում եք, նոր դեղը լավ է ազդում»։ Վահանը ժպտաց։ Նա ոչինչ չասաց։ Նա գիտեր ճշմարտությունը։ Իսկ դուք պատրաստ եք իմանալ այդ ճշմարտության գործնական կիրառումը։ Պատրաստ եք ստանալ ճշգրիտ բաղադրատոմսը, որը կփոխի ձեր կյանքը։ Եվ այսպես մենք հասանք ամենակարևորին՝ գործողությանը։ Խնդրում եմ, եղեք չափազանց ուշադիր։ Հաջորդականությունը եւ չափաբաժինները կրիտիկական են։ Սա խաղ չէ, սա ձեր առողջությունն է։ Վահանը սկզբում մի սխալ թույլ տվեց։ Նա որոշեց, որ եթե ավելի շատ դարչին ավելացնի, արդյունքն ավելի արագ կլինի։ Դա մեծ սխալ էր։ Նրա շաքարը չափազանց կտրուկ իջավ։ Նա զգաց թուլություն եւ գլխապտույտ։ Դուք հասկանում եք, թե որքան կարևոր է ճշգրտությունը։ Բնությունը սիրում է հավասարակշռություն, ոչ թե ծայլահեղություններ։ Ձեր մարմինը նուրբ գործիք է, ոչ թե թավա։ Եթե դուք անտեսեք այս կանոնները, դուք կարող եք վնասել ինքներդ ձեզ։ Դուք կարող եք չեզոքացնել ամբողջ բուժիչ ազդեցությունը։ Ձեր ենթաստամոքսային գեղձը արդեն իսկ աշխատում է իր հնարավորությունների սահմանում։ Ցանկացած կտրուկ փոփոխություն կարող է լինել վերջին կաթիլը, եւ այն կարող է պարզապես հրաժարվել աշխատելուց։ Այդ ժամանակ միայն ինսուլինի ներարկումները կփրկեն ձեզ։ Դուք դա եք ուզում։ Ուրեմն եկեք ամեն ինչ անենք ճիշտ։ Առաջին բաղադրիչը՝ ցեյլոնյան դարչին։ Ոչ թե այն աղացած փոշին, որը վաճառում են սուպերմարկետներում։ Դա կասիա է, էժան եւ վնասակար տեսակ։ Ձեզ պետք են իսկական ցեյլոնյան դարչինի փայտիկներ։ Երևանում դրանք կարելի է գտնել գումի շուկայում, համեմունքների բաժնում։ Հարցրեք հնդիկ կամ պարսիկ վաճառողներին, նրանք գիտեն։ Իսկական ցեյլոնյան դարչինը բաց շագանակագույն է։ Այն բազմաշերտ է, փխրուն, հեշտությամբ կոտրվում է մատներով։ Իսկ կասիան մուգ է, հաստ եւ շատ կարծր։ Բույրը նույնպես տարբեր է։ Ցեյլոնյան դարչինն ունի նուրբ, քաղցր, ծաղկային բույր։ Կասիայի բույրը կտրուկ է եւ կծու։ Հիշեք, կասիայի մեջ պարունակվող կումարինը մեծ քանակությամբ թունավոր է լյարդի համար։ Շաքարախտով հիվանդների 25%-ն արդեն ունի լյարդի ճարպակալում։ Մի ավելացրեք եւս մեկ խնդիր։ Երկրորդ բաղադրիչը՝ դափնու տերև։ Ընտրեք չոր, բայց ոչ հին տերևներ։ Նրանք պետք է լինեն ձիթապտղի գույնի, ոչ թե դեղին կամ դարչնագույն։ Լավագույնները Հայաստանում աճում են մեղրիի եւ տավուշի մազերում։ Եթե ունեք հնարավորություն, գնեք տեղականը։ Կոտրեք տերևը։ Դուք պետք է զգաք թարմ, մի փոքր կծու, բնորոշ բույր։ Եթե բույր չկա, ուրեմն տերևը հին է եւ կորցրել է իր բուժիչ հատկությունները։ Պատկերացրեք, ընդամենը 2 շաբաթ հետո դուք կզգաք, թե ինչպես է նվազում ձեր հոդացավը։ Սա դափնու տերևի հակաբորբոքային ազդեցությունն է։ Երրորդ բաղադրիչը՝ խնձորի քացախ։ Պարտադիր, բնական, չզտված, չպաստերիզացված։ Շշի հատակին պետք է լինի նստվածք։ Սա մայրն է, օգտակար բակտերիաների եւ ֆերմենտների կուտակում։ Փայլուն, թափանցիկ քացախը մեռած է, այն պարզապես թթու ջուր է։ Լավագույն տարբերակը տնականն է, եթե չունեք, փնտրեք ֆերմերային խանութներում։ Բաղադրատոմսը՝ երեկոյան քնելուց 1 ժամ առաջ։ Վերցրեք 500 մլ տարողությամբ ապակյա բանկա։ Նրա մեջ դրեք 1 ցեյլոնյան դարչինի փայտիկ, մոտ 5-6 սանտիմետր։ Ավելացրեք 3 միջին չափի դափնու տերև։ Վրան լցրեք ոչ թե եռման, այլ տաք ջուր, մոտ 80-90 աստիճան։ Սա կարևոր է։ Եռման ջուրը սպանում է եթերայուղերը։ Ծածկեք բանկան կտորով, ոչ թե կափարիչով, որպեսի շնչի։ Թողեք թրմվի ամբողջ գիշեր սենյակային ջերմաստիճանում։ Առավոտյան արթնանալուն պես, նախքան որևէ բան ուտելը կամ խմելը, քամեք թուրմը, վերցրեք դրա ուղիղ կեսը 250 մլ։ Ավելացրեք 1 թեյի գթալ բնական խնձորի քացախ, խառնեք եւ խմեք դանդաղ, փոքր կումերով։ Առաջին րոպեներին դուք կզգաք, թե ինչպես է ձեր օրգանիզմն արթնանում։ Ձեր նյութափոխանակությունը կսկսի աշխատել։ 1 ժամ անց, երբ դուք նախաճաշեք, կնկատեք, որ ավելի շուտ եք կշտանում։ 1 օր անց ձեր աղիները կսկսեն ավելի լավ աշխատել։ 1 շաբաթ անց ձեր առավոտյան շաքարը կնվազի առնվազն 1-2 միավորով։ Թուրմի մնացած կեսը խմեք ընթրիքից 20-100 րոպե առաջ, առանց քացախի։ Սա կօգնի կանխել գիշերային շաքարի բարձրացումը։ Ես ուզում եմ ձեզ պատմել 72-ամյա տիկին Արփենիկի մասին, Գավառից։ Նա 15 տարի տառապում էր շաքարախտից։ Ծախսել էր ավելի քան 3 միլիոն դրամ դեղերի վրա։ Նրա տեսողությունը վատացել էր, ոտքերը անընդհատ այտուցվում էին։
Նա պատահաբար իմացավ այս մեթոդի մասին։ Սկզբում չհավատաց, բայց որոշեց փորձել։ Նա սկսեց օրագիր պահել, ամեն օր գրում էր իր շաքարի ցուցանիշները և ինքնազգացողությունը։ Առաջին ամսվա վերջում նրա միջին շաքարը 12-ից իջել էր 9-ի, երկրորդ ամսում 7,5-ի, երրորդ ամսում նրա բժիշկը կիսով չափ կրճատեց դեղերի դոզան, 6 ամիս անց տիկին Արփենիկը դեղ չէր խմում։ Նրա շաքարը կայուն 5,5-6 էր։ Նա նորից սկսեց իր սիրելի գորգերը գործել։ Նրա կյանքը վերադարձավ։ Սա իրական պատմություն է, սա հույս է, բայց սա դեռ ամենը չէ։ Գոյություն ունեն լրացուցիչ մեթոդներ, որոնք կարող են արագացնել այս գործընթացը, գաղտնիքներ, որոնք ձեր բժիշկը երբեք ձեզ չի պատմի։ Պատրաստ եք իմանալ դրանք։ Դուք արդեն գիտեք հիմնական բաղադրատոմսը, բայց դա միայն սկիզբն է։ Հիմա ես կբացահայտեմ այն, ինչի մասին լռում են, այն, ինչը ձեր բժիշկը երբեք ձեզ չի ասի, ոչ թե որովհետև չի ուզում, այլ որովհետև չունի ժամանակ։ 15 րոպեանոց ընդունելության ընթացքում անհնար է բացատրել այս նրբությունները։ Վահանը 1 ամիս ըմպելիքն օգտագործելուց հետո զգաց, որ արդյունքները կայունացել են։ Շաքարը 6,5-ից ցածր չէր իջնում։ Նա մտածեց, որ սա է սահմանը, բայց նա սխալվում էր։ Գոյություն ունի մի գաղտնիք, որը գիտեն միայն ամենափորձառու բժիշկները։ Այն կոչվում է ջերմային ակտիվացում։ Ձեզ ծանոթ է այս զգացողությունը, երբ թվում է, թե ամեն ինչ լավ է, բայց կարող էր ավելի լավ լինել։ Դուք էլ եք հասել այդ կետին։ Եթե դուք չիմանաք այս գաղտնիքը, դուք կմնաք կես ճանապարհին։ Ձեր անոթները դեռ կշարունակեն դանդաղ քայքայվել։ Բարձր շաքարի յուրաքանչյուր մոլեկուլը, ասես փոքրիկ ապակու կտոր լինի։ Այն քերծում է ձեր անոթների ներքին պատերը։ Սա ստեղծում է միկրովնասվածքներ։ Եվ հենց այդ վնասվածքների վրա է կուտակվում խոլեստերինը, ստեղծելով թրոմբներ։ Սա է ինֆարկտի և ինսուլտի հիմնական պատճառը։ Շաքարախտով հիվանդների մոտ սրտի կաթվածի ռիսկը 4 անգամ ավելի բարձր է։ Դուք ապրում եք ժամացույցով ռումբի վրա, բայց այս մեթոդը կարող է վնասազերծել այն։ Ինչ է ջերմային ակտիվացումը։ Շաբաթը 1 անգամ, ոչ ավելի հաճախ։ Ընտրեք հանգիստ օր, օրինակ շաբաթ։ Առավոտյան ձեր սովորական ըմպելիքը խմելուց 30 րոպե հետո։ Լցրեք տաշտի մեջ տաք ջուր, այնքան տաք, որքան կարող եք հանգիստ տանել։ Ջրի ջերմաստիճանը պետք է լինի մոտ 40-42 աստիճան։ Դրեք ձեր ոտքերը ջրի մեջ, նստեք հարմարավետ և սկսեք խորը շնչել։ Շունչ քաշեք քթով, հաշվելով մինչև 4-ը։ Պահեք շունչը, հաշվելով մինչև 7-ը։ Արտաշնչեք բերանով, հաշվելով մինչև 8-ը։ Կատարեք այս վարժությունը 15 րոպե։ Ինչ է տեղի ունենում։ Տաք ջուրը լայնացնում է ձեր ոտքերի մազանոցները։ Խորը շնչառությունը հագեցնում է ձեր արյունը թթվածնով։ Իսկ դարչինի և դափնու տերևի ակտիվ նյութերը, որոնք արդեն ձեր արյան մեջ են, սկսում են շրջանառվել 10 անգամ ավելի արագ։ Նրանք հասնում են ամենահեռավոր, ամենանուրբ մազանոցներին։ Նրանք սկսում են մաքրել այնտեղ կուտակված աղբը։ Դուք կարող եք զգալ թեթև ծակսկոտ ձեր մատների ծայրերին։ Սա լավ նշան է։ Սա նշանակում է, որ արյան շրջանառությունը վերականգնվում է։ Առաջին իսկ անգամից հետո դուք կզգաք աննկարագրելի թեթևություն ձեր ոտքերում։ 3-4 շաբաթ անց դուք կնկատեք, որ ոտքերի այտուցները նվազել են։ Մեկ այլ գաղտնիք։ Մեր մարմինը ենթարկվում է բնության ռիթմերին։ Առավոտյան մեր օրգանիզմն ավելի զգայուն է ինսուլինի նկատմամբ, իսկ երեկոյան ավելի դիմացկուն։ Այդ պատճառով առավոտյան ըմպելիքին ավելացնում ենք քացախ, որպեսզի օգնենք օրգանիզմին յուրացնել նախաճաշի ածխաջրերը։ Իսկ երեկոյան քացախ չենք ավելացնում, որպեսզի չգրգռենք ստամոքսը քնելուց առաջ։ Սկսեք բուժման կուրսը նվազող լուսնի ժամանակ։ Մեր նախնիները հավատում էին, որ այս շրջանում օրգանիզմն ավելի հեշտ է ազատվում ամեն ավելորդից, այդ թվում ավելորդ շաքարից։ Սա կարող է սնահավատություն թվալ, բայց փորձեք։ Դուք ոչինչ չեք կորցնում։ 65-ամյա Կարենը, նախկին ինժեներ, հասել էր հուսահատության։ Բժիշկներն ասել էին, որ նրա երիկամային անբավարարությունը վերջին փուլում է։ Դիալիզն անխուսափելի էր։ Նա պատահաբար իմացավ այս մեթոդների մասին։ Նա սկսեց կիրառել ոչ միայն ըմպելիքը, այլև ջերմային ակտիվացումը և շնչառական վարժությունները։ Նա սկզբում կասկածում էր, բայց ամեն օր նա զգում էր փոքրիկ բարելավում։ Սկզբում նվազեց հոգնածությունը, հետո սկսեց կարգավորվել ճնշումը։ 3 ամիս անց նա գնաց անալիզների։ Նրա կրեատինինի մակարդակը, որը երիկամների աշխատանքի հիմնական ցուցանիշն է, նվազել էր 30%-ով։ Բժիշկը չէր հավատում իր աչքերին։ Նա հարցրեց. «Կարեն, ինչ եք արել»։ Կարենը պարզապես ժպտաց։ 6 ամիս անց դիալիզի մասին խոսք անգամ չկար։ Նա վերադարձրեց իր կյանքը։ Եվ վերջին, բայց ոչ պակաս կարևոր գաղտնիքը։
Ավելացրեք ձեր ըմպելիքին մի պտխունց կոճապղպեղի, իմբիր, փոշի։ Կոճապղպեղը ոչ միայն ուժեղացնում է դարչինի ազդեցությունը, այլև բարելավում է արյան շրջանառությունը և ունի հզոր հակավիրուսային հատկություն։ Սա ձեր իմունիտետի լրացուցիչ պաշտպանությունն է։ Այսպիսով դուք ունեք ամբողջական համակարգ։ Բայց նույնիսկ ամենահզոր զենքը կարող է վտանգավոր լինել։ Որոնք են հնարավոր հակացուցումները։ Ում է խստիվ արգելված այս մեթոդը։ Ինչ նախազգուշացումներ պետք է հիշել։ Այս մասին մեր հաջորդ զրույցում։ Լսեք ինձ ուշադիր, սա ամենակարևոր մասն է։ Ես ձեզ տվել եմ հզոր զենք, բայց ցանկացած զենք կարող է վտանգավոր լինել, հատկապես անփույթը ձեռքերում։ Ես չեմ պատրաստվում շաքարապատել ճշմարտությունը։ Ձեր տարիքում սխալվելու իրավունք չկա։ Յուրաքանչյուր սխալ կարող է լինել վերջինը։ Վահանը, ոգևորված իր հաջողություններով, որոշեց, որ կարող է ամբողջությամբ հրաժարվել իր դեղերից։ Նա դա արեց առանց բժշկի հետ խորհրդակցելու։ 3 օր անց նրա շաքարը կտրուկ բարձրացավ մինչև 20։ Նա հազիվ փրկվեց հիպերգլիկեմիկ կոմայից։ Դուք հասկանում եք վտանգը։ Դուք գիտակցում եք ձեր պատասխանատվությունը։ Լսում եք, երբեք մի դադարեցրեք ձեր բժշկի նշանակած դեղերը ինքնուրույն։ Այս ըմպելիքը հզոր օգնական է, բայց ոչ փոխարինող։ Առնվազն սկզբնական փուլում։ Եթե դուք անտեսեք այս ոսկե կանոնը, դուք խաղում եք ձեր կյանքի հետ։ Շաքարախտով հիվանդների կյանքի միջին տևողությունը 10 տարով ավելի կարճ է։ Մի կրճատեք այն էլ ավելի, ձեր անխոհեմության պատճառով։ Այժմ հստակ հակացուցումները։ Առաջինը՝ ստամոքսի խոց կամ գաստրիտ բարձր թթվայնությամբ։ Խնձորի քացախը կարող է սրել ձեր վիճակը։ Եթե ունեք այս խնդիրը, պատրաստեք ըմպելիքը առանց քացախի և անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ։ Երկրորդը՝ լյարդի լուրջ հիվանդություններ, ցիրոզ, հեպատիտ։ Թեև ցեյլոնյան դարչինն անվտանգ է, ցանկացած նոր բան կարող է լրացուցիչ բեռ լինել թույլ լյարդի համար։ Սկսեք կես դոզայից և ուշադիր հետևեք ձեր ինքնազգացողությանը։ Եթե զգում եք ծանրություն աջ կողմում, անմիջապես դադարեցրեք։ Երրորդը և ամենակարևորը՝ դեղերի փոխազդեցությունը։ Եթե դուք ընդունում եք արյունը ջրիկացնող դեղեր՝ վարֆարին, քսարելտո, ասպիրին, եղեք շատ զգույշ։ Դարչինը, դափնու տերևը և կոճապղպեղը նույնպես ունեն թեթևակի արյունը նոսրացնող ազդեցություն։ Դրանց համատեղ օգտագործումը կարող է մեծացնել արյունահոսության ռիսկը։ Այս դեպքում բժշկի խորհրդատվությունը կենսականորեն անհրաժեշտ է։ Պարզապես ցույց տվեք նրան այս տեսանյութը։ Խելացի բժիշկը կհասկանա։ Իսկ եթե ոչ, փոխեք բժշկին։ Ձեր առողջությունն ավելի կարևոր է։ Ինչպես ճիշտ համատեղել։ Ընդունեք ձեր դեղերը և մեր ըմպելիքը առնվազն 2 ժամվա տարբերությամբ։ Սա կնվազեցնի փոխազդեցության ռիսկը։ Այժմ ինքնավերահսկողության մասին։ Սկսեք վարել առողջության օրագիր։ Գնեք սովորական տետր։ Ամեն օր գրի առեք հետևյալը։ 1. Առավոտյան շաքարը քաղցած վիճակում։ 2. Ճաշից 2 ժամ հետո շաքարը։ 3. Ձեր զարկերակային ջնշումը։ 4. Ձեր ինքնազգացողությունը 1-ից 10 բալանոց սանդղակով։ 5. Ցանկացած անսովոր ախտանիշ։ Այս օրագիրը կդառնա ձեր քարտեզը։ Դուք հստակ կտեսնեք ձեր առաջընթացը։ Դուք կհասկանաք, թե ինչն է ձեզ օգնում և ինչը ոչ։ 1 ամիս անց, երբ այս օրագիրը ցույց տաք ձեր բժշկին, նա ապշած կլինի։ Նա կտեսնի, որ դուք լուրջ եք վերաբերվում ձեր առողջությանը։ Սա կստիպի նրան հարգել ձեզ և ձեր ընտրությունը։ Գիտեք, որ շաքարախտով հիվանդների 50%-ը մահանում է սիրտ-անոթային բարդություններից մինչև 70 տարեկան դառնալը։ Սա սարսափելի վիճակագրություն է, բայց դուք կարող եք դուրս գալ այդ ռիսկի խմբից։ Դուք կարող եք ապրել երկար և լիարժեք կյանքով։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Հիշեք աստիճանականության սկզբունքը։ Մի սպասեք հրաշքների առաջին իսկ օրվանից։ Ձեր մարմինը տարիներով թունավորվել է բարձր շաքարով։ Տվեք նրան ժամանակ վերականգնվելու։ Առաջին դրական փոփոխությունները դուք կզգաք 1-2 շաբաթից, զգալի արդյունքները 1-2 ամսից, կայուն վիճակը 6 ամսից։ Համբերություն, սա մարաթոն է, ոչ թե սպրինտ, բայց մրցանակը ձեր կյանքն է, ձեր առողջությունը, ձեր անկախությունը։ Դուք պատրաստ եք պայքարել դրա համար։ Դուք պատրաստ եք վերցնել պատասխանատվությունը ձեր իսկ կյանքի համար։ Եթե այո, ապա դուք արդեն հաղթանակի ճանապարհին եք։ Բայց ինչպես այս բուժումը դարձնել ոչ թե պարտականություն, այլ հաճելի սովորություն։ Ինչպես փոխել ոչ միայն ձեր ըմպելիքը, այլև ձեր ամբողջ կենսակերպը, հայկական ավանդույթներին համահունչ։ Այս մասին մեր վերջին ամփոփիչ զրույցում։ Դուք ստացաք բանալին, բայց բանալին անօգուտ է առանց ճիշտը դրան։ Դուք չեք կարող բուժել մեկ օրգանը անտեսելով մնացածը։ Մեր մարմինը մեկ ամբողջություն է։ Մեր նախնիները դա գիտեին։ Վահանը հասկացավ, որ միայն ըմպելիքը բավարար չէ։ Նա պետք է փոխել իր ամբողջ կյանքը։
Դուք եք պատրաստ այդ փոփոխությանը, թե նախընտրում եք շարունակել ինքներդ ձեզ խաբել, որ կարելի է թունավորել մարմինը, իսկ հետո մի բաժակ թուրմով փրկել այն։ Սա չի աշխատի։ Եթե դուք չփոխեք ձեր կենսակերպը, դուք պարզապես հետաձգում եք անխուսափելին։ Ամեն օր սխալ ապրելակերպով դուք կրճատում եք ձեր կյանքը մի քանի ժամով։ Պատկերացրեք, թե քանի տարի եք արդեն կորցրել, բայց դուք կարող եք վերադարձնել այդ տարիները։ Դուք կարող եք ոչ միայն ապրել ավելի երկար, այլև ապրել ավելի լավ։ Ամեն ինչ սկսվում է սնունդից։ Մոռացեք խիստ դիետաների մասին, դրանք չեն աշխատում։ Փոխարենը վերադարձեք մեր ավանդական հայկական սննդին, բայց ոչ թե խորովածին ու տոլմային, այլ այն սննդին, որով սնվել են մեր գյուղացի նախնիները։ Առաջինը կանաչի, ուրձ, թարխուն, ռեհան, համեմ, սամիտ։ Գնացեք շուկա, գնեք ամենաթարմը, ամենաբուրավետը։ Այս խոտաբույսերը լի են հակաօքսիդանտներով, նրանք մաքրում են ձեր արյունը և պաշտպանում ձեր անոթները։ Երկրորդը բանջարեղեն, սմբուկ, բամյա, լոբի, ոսպ։ Սրանք բջջանյութի և բարդ ածխաջրերի աղբյուր են, նրանք դանդաղ են յուլացվում և չեն առաջացնում շաքարի կտրուկ տատանումներ։ Եվ երրորդը ընկուզեղեն և սերմեր, ընկույզ, նուշ, կտավատի սերմեր։ Սրանք առողջ ճարպերի աղբյուր են, որոնք անհրաժեշտ են ձեր ուղեղի և սրտի համար։ Ահա ձեզ մի պարզ բաղադրատոմս։ Առողջության աղցան։ Վերցրեք մի կապ թարմ ավելուկ, լվացեք, մանր կտրատեք, ավելացրեք 1 բուռ մոխարշուլի ոսպ, մի քանի կտոր ընկույզ և համեմեք կտավատի ձեթով ու կիտրոնի հյութով։ Այս աղցանը ոչ միայն կայունացնում է շաքարը, այլև իջեցնում է խոլեստերինը։ Պատրաստեք այն շաբաթը 3 անգամ և 1 ամիս անց ստուգեք ձեր խոլեստերինի մակարդակը։ Դուք կզարմանաք։ Շարժումը կյանք է։ Դուք պարտավոր չեք գնալ մարզասրահ։ Պարզապես քայլեք։ Ամեն օր առնվազն 30 րոպե, բայց ոչ թե պարզապես քայլեք, այլ արեք դա ճիշտ։ Գտեք այգի կամ պուրակ, քայլեք հողի, ոչ թե ասֆալտի վրա։ Յուրաքանչյուր 5 րոպեն մեկ կանգ առեք, կատարեք 5 խորը շունչ։ Զգացեք, թե ինչպես է թթվածինը լցնում ձեր թոքերը։ Այս պարզ վարժությունը բարելավում է արյան շրջանառությունը և նվազեցնում ստրեսի հորմոնի կորտիզոլի մակարդակը։ Գիտեք, որ քրոնիկ ստրեսը կարող է բարձրացնել ձեր շաքարի մակարդակը 30%-ով, նույնիսկ եթե դուք իդեալական սնվում եք։ Ստրեսը ձեր թիվ 1 թշնամին է, այն թունավորում է ձեզ ներսից։ Ինչպես պայքարել դրա դեմ։ Գտեք ձեզ համար հոբի, մի բան, որը ձեզ հաճույք է պատճառում։ Երգեք, նկարեք, այգի մշակեք, շփվեք ձեր թոռնիկների հետ։ Ծիծաղը լավագույն դեղամիջոցն է, այն նվազեցնում է կորտիզոլը և բարձրացնում է երջանկության հորմոնները։ Ձեր օրվա ռեժիմը։ Արթնացեք և պառկեք քնելու նույն ժամին, նույնիսկ հանգստյան օրերին։ Սա կկարգավորի ձեր ներքին կենսաբանական ժամացույցը։ Ձեր հորմոնալ համակարգը կսկսի աշխատել ինչպես ժամացույց։ Լավագույն ժամը քնելու համար երեկոյան 10-ն է։ Ժամը 10-ից մինչև գիշերվա 2-ը ձեր օրգանիզմը վերականգնվում է։ Եթե դուք բաց եք թողնում այս ոսկե ժամերը, դուք զրկում եք ձեզ բնական բուժումից։ Վահանը փոխեց իր կյանքը։ Նա սկսեց օրը ոչ թե սուրճով, այլ մեր ըմպելիքով։ Նա սկսեց քայլել իր թոռնիկի հետ այգում։ Նա վերսկսեց իր հին հոբբին՝ նարդի խաղալը ընկերների հետ։ Նրա կյանքը նոր գույներ ստացավ։ Նա ոչ միայն բուժվեց շաքարախտից, նա նորից սկսեց ապրել։ Նա նորից սկսեց վայելել կյանքը։ Նա դարձավ օրինակ իր բոլոր հասակակիցների համար։ Նա ապացուցեց, որ ծերությունը հիվանդություն չէ, այն իմաստության և փորձի շրջանը։ Դուք եք ուզում դառնալ այդպիսի օրինակ։ Դուք եք ուզում ցույց տալ բոլորին, որ հնարավոր է հաղթել։ Ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Դուք ունեք գիտելիքը, դուք ունեք կամքի ուժը։ Մնում է միայն մեկ բան՝ սկսել գործել։ Հենց հիմա, ոչ թե վաղը, ոչ թե երկուշաբթի օրվանից, հենց այս պահից, որովհետև ձեր ապագան կախված է այն որոշումից, որը դուք կկայացնեք այսօր։ Այսպիսով մենք անցանք երկար ճանապարհ։ Մենք միասին բացահայտեցինք մեր նախնիների իմաստությունը։ Մենք տեսանք, թե ինչպես է ժամանակակից գիտությունը հաստատում այն։ Դուք ստացաք գիտելիք, դուք ստացաք գործիքներ, դուք ստացաք հույս, բայց այս ամենն անիմաստ է առանց մեկ բանի, առանց ձեր որոշման։ Այսօր, այս պահին դուք կանգնած եք ճամփաբաժանին։ Երկու ճանապարհ է ձեր առջև։ Առաջին ճանապարհը ծանոթ է։ Դա անտարբերության ճանապարհն է։ Դուք կփակեք այս տեսանյութը և կվերադառնաք ձեր սովորական կյանքին։ Ինչ կլինի ձեզ հետ։ Մեկ ամիս անց ոչինչ չի փոխվի։ Դուք կշարունակեք խմել ձեր դեղերը։ Դուք կշարունակեք վախենալ շաքարի ցուցանիշներից։ 6 ամիս անց ձեր բժիշկը հավանաբար կավելացնի դեղերի դոզան։ Դուք կզգաք, որ ձեր ուժերը պակասում են։ 1 տարի անց կարող են ի հայտ գալ առաջին լուրջ բարդությունները։
տեսողության վատացում, ոտքերի անզգայացում։ Սա դանդաղ մահվան ճանապարհն է։ Սա հուսահատության ճանապարհն է։ Բայց կա երկրորդ ճանապարհ։ Դուք կարող եք ընտրել այն հենց հիմա։ Դա գործողության ճանապարհն է։ Դուք կգնաք խոհանոց, կվերցնեք դարչինն ու դափնու տերևը և կպատրաստեք ձեր առաջին բուժիչ ըմպելիքը։ Ինչ կլինի այդ դեպքում։ Մեկ շաբաթ անց դուք կզգաք էներգիայի առաջին հոսքը։ Դուք կնկատեք, որ քաղցրի նկատմամբ ձեր հակումը նվազել է։ Մեկ ամիս անց ձեր շաքարի ցուցանիշները զգալիորեն կնվազեն։ Ձեր քունը կբարելավվի։ 6 ամիս անց դուք կզգաք ձեզ 10 տարով երիտասարդ։ Դուք կկարողանաք նվազեցնել դեղերի դոզան, բժշկի հսկողությամբ։ Դուք կվերադարձնեք ձեր կյանքի վերահսկողությունը։ Սա ազատության ճանապարհն է։ Սա առողջության ճանապարհն է։ Վահանն ընտրեց երկրորդ ճանապարհը։ Այսօր նրան 70 տարեկան է, բայց նա ավելի ակտիվ է, քան շատ 50-ամյաներ։ Նա ոչ միայն հաղթեց շաքարախտին, նա փոխեց իր ամբողջ կյանքը։ Նա սկսեց զբաղվել յոգայով։ Նա իր թոռնիկին սովորեցնում է շախմատ խաղալ։ Նա կնոջ հետ ճանապարհորդում է Հայաստանի գեղատեսիլ վայրերով։ Նրա աչքերում կրակ կա, նրա սրտում սեր դեպի կյանքը։ Նա ինձ ասաց մի բան, որը ես երբեք չեմ մոռանա։ Գիտես, ես շնորհակալ եմ իմ հիվանդությանը։ Այն ստիպեց ինձ արթնանալ, այն ստիպեց ինձ հասկանալ, թե ինչն է իսկապես կարևոր կյանքում։ Ձեր հիվանդությունը ձեր դատավճիռը չէ, այն կարող է դառնալ ձեր օրհնությունը, այն կարող է դառնալ այն ազդանշանը, որը կստիպի ձեզ փոխվել։ Ձեր առողջությունը ձեր անձնական պատասխանատվությունն է։ Ոչ ոք, ոչ բժիշկը, ոչ ձեր հարազատները չի կարող անել դա ձեր փոխարեն։ Ոք տանել ձեր մարմնի մասին, դա ինքնասիրության բարձրագույն դրսևորումն է։ Ձեր մարմինը տաճար է, մի վերացեք այն աղբանոցի։ Ես ուզում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր մայր բնությանը։ Նա մեզ տվել է այն ամենը, ինչ անհրաժեշտ է առողջ լինելու համար։ Մենք պարզապես պետք է բացենք մեր աչքերը և տեսնենք դա։ Եվ ես շնորհակալ եմ գիտությանը, որ այն օգնում է մեզ հասկանալ մեր նախնիների իմաստությունը։ Այսօր գիտությունն ու ավանդույթները միավորվում են, և այս միությունից ծնվում է իսկական հրաշք։ Դուք այսօր կանգնած եք նոր, առողջ և երջանիկ կյանքի շեմին։ Առաջին քայլը ձերն է։ Արեք այն հենց հիմա։ Եվ խնդրում եմ կիսվեք ձեր փորձով մեկնաբանություններում։ Ձեր պատմությունը կարող է ոգեշնչել հազարավոր մարդկանց։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք նոր, էլ ավելի հզոր մեթոդները։ Եվ կիսվեք այս տեսանյութով նրանց հետ, ում սիրում եք, ում առողջությունը ձեզ համար թանկ է։ Եկեք միասին ստեղծենք առողջ և ուժեղ ազգ։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար։ Եղեք առողջ։